Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ եւ հետևորդուհիներ ջան։ Այսօր քանի որ ես որոշեցի միանալ ձեզ 3 րոպե ուղակի ասեմ, որ չանհանգստանաք, անժամկետ ես կբացակայեմ YouTube-յան հարթակից, չգիտեմ, երբ, ինչքան, 2, 3, 4, 5, մի շաբաթ, 2 շաբաթ, 1 ամիս, ես չեմ կարող ասել երբ, շատ զբաղվածության պատճառով, ես ուղղակի դուրս եմ եկել, որպեսզի մի քիչ քայլեմ, քանի որ այսօր բավականին ծանրաբեռնված օր էր ինձ մոտ, ես հոգով սրտով ձեր հետ եմ, իմ հավատարիմ հետևորդուհիների հետ, հավատարիմ բառը դա իզուր չեմ նշում, քանի որ մենք 8500 հոգի ենք արդեն մեր թիմը, բայց իմ հավատարիմ հետևորդուհիները ընդամենը 3000 են։ Եվ ես ներող եղեք, իմ սիրելի կանայք աղջիկներ, իմ սիրելի հետևորդներ, տղամարդիկ նաև գիտեմ, որ նայում են, ես չգիտեմ երբ կգամ, բայց ինձ պետք է հանգստանալ, քանի որ ես բավականին զբաղված աշխատանք ունեմ եւ այսօրվանից ի վեր 10 օր շատ լարված օրեր են ինձ սպասում։ Ներող եղեք աղջիկներ եւ տղաներ, հետևորդուհիներ ջան, զանգահարեցին, ես ուղղակի ցավում եմ իմ լավ հետևորդուհիների համար, որովհետև գիտեմ, որ իրենք ամեն օր անգամ հուզվում եմ, որ խոսում եմ, ամեն օր իրենք սպասում են, ես երբ որ մի քիչ ուշացնում եմ, գրում են, վայ Անահիտ, անհամբեր սպասում էի, ներող եղեք, ինձ հասկացեք սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում, ես ամեն ինչ կանեմ, որ շուտ վերադառնամ, երբ կվերադառնամ կտեսնեք, ես կաշխատեմ փոքրիկ շորտեր դնել, ասենք բնականաբար իմ աշխատանքի այդ բնույթը այնպես է, որ ես պետք է դնեմ շորտեր, եթե կկարոտեք նայեք Անահիտին, համենայն դեպս կարող է խոհանոց եւ այլն, ես կաշխատեմ հավաքել հետաքրքիր պահեր, երբ որ ունենամ հետաքրքիր պահեր, փոքրիկ վիդեոներ կնկարեմ եւ կուղարկեմ արխիվ, որպեսզի դուք թեկուզ այդ 2 շաբաթ, մի շաբաթ, չգիտեմ ինչքան կբացակայեմ YouTube-յան հարթակից, որ դուք այդ պահերը հանկարծակի բաց չթողնեք։ Սիրում եմ ձեզ շատ, ամենայն ազնվությամբ, ես հիմա խոսում եմ եւ հուզվում եմ, քանի որ ես ցանկանալով չեմ դադարացնում այս YouTube-յան ալիքը եւ ճիշտ հասկացեք ինձ։ Ես չեմ ուզում ոմանց նման լինել ոչ ցանկալի։ Ես գիտեմ, որ իմ 3000 հետևորդուհիները ինձ շատ են սիրում։ Ես գիտեմ, ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Ես գիտեմ նրանք, ովքեր նայում են, անգամ մի հատ ինչ ասեմ, մաքրություն, խոհանոց, փոքրիկ խմորեղեն են պատրաստում, հաճույքով են նայում, այդ մարդիկ, այդ անձնավորությունները իմ հոգու մեջ են։ Ես ձեզ սիրում եմ, անկեղծ սիրում եմ, թեկուզ ձեզ չեմ ճանաչում, էկրանից այն կողմ ձեզ շատ եմ սիրում։ Եվ գիտեք ինչն եմ սիրում եմ ձեր հավատարիմ լինելը, ձեր մարդ տեսակը, սիրում եմ, որ դուք ինձ էկրանի հետևից ճանաչում եք, սիրում եմ, որ դուք կարողանում եք ընկալել, թե ես ինչ եմ անում, ուր եմ գնում, ինչ եմ խոսում, դա եմ սիրում, ես սիրում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ, այո, սիրում եմ ձեր պարզությունը, սիրում եմ ձեր անկեղծությունը, ոմանց միամտությունը, ոմանց պարզ մարդ լինելը, մարդ տեսակը, որովհետև ձեր բառերի մեջից ես արդեն տեսնում եմ, թե դուք ով եք։ Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր կհանդիպենք, կնստենք, զրույց կտանք եւ անձամբ կտեսնեմ, կճանաչեմ ձեզ, եթե իհարկե ժամանակս բավականացնի, չգիտեմ երբ, ոնց, Աստված առաջ։ Ես դուրս եկա քայլելու եւ այս գեղեցիկ տեսարանով ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, իհարկե սա միայն հրաժեշտ է, ոչ թե ցտեսություն եւ ձեզ ասեմ, որ լավ եղեք, ուրախ եղեք եւ եղեք պոզիտիվ եւ եղեք, ինչ ասեմ, ամեն հարցում դրական,
չեմ ուզում շատ խորանալ, բայց միայն մի բան ձեզ կասեմ, սիրելիներս, ես ձեզ կկարոտեմ, երբ որ արդեն մի քիչ կհանգստանամ, կվերադառնամ ավելի հանգիստ, բայց այս անգամ ինձ թվում է ես ամեն օր վլոգ չեմ դնի, քանի որ չեմ ուզում լինել ոչ ցանկալի եւ ձանձրացնել մարդկանց։ Կանեմ շաբաթը մեկ վլոգ կամ 3 օրը մեկ, կտեսնեմ։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ եւ գիտեք ինչ եմ ասում, որպեսզի չմոռանաք ձեր Անահիտին, ասում եմ պակա, պակա։